Եթե ինքը 2021 թվականին պատերազմից հետո այդ բունկերից նոր դուրս եկած վախվորած վիճակում կարողացավ իր արտաքին տերերին համարժեքաբար ծախել Հայաստանից այնքան հատված, ինչքան որ անհրաժեշտ էր այդ ընտրությունները ընդունելու, այդ ընտրությունները կազմակերպելու եւ այդ ընտրություններում Նիկոլին հաղթող հռչակելու համար, ձեռքը միայն չէր հասել, որպեսզի ընդդիմադիր դաշտը կարողանա կարգավորել։ Հիմա ինքը այդ խնդիրը շատ ավելի վաղ է լուծել եւ ոչ 2 ամիս առաջ, այլ օրինակ 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինեց արդեն օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրով այսպես ասած, որտեղ ընդհանրապես աշխարհաքաղաքական կենտրոնների փոփոխություն իրականացրեց հայկական ինքնիշխան տարածքները հանձնելու մասով։ Եթե մենք այնտեղ ունեինք Զանգեզուրի միջանցք, այդ նույն տրամաբանությունը առանց փոփոխության, այսինքն էլի Հայաստանին զրկել ինքնիշխան տարածքներից, այդտեղ ստացավ TRIP անվանումը։ Եթե մենք այնտեղ չէինք հասկանում եւ ինքը փորձում էր շեղել Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը, ասելով թե ոչ մի օտար զինվոր չի կանգնելու, բայց այնտեղ հստակ գրած է էլի, որ ազգը եւ ով պիտի կանգնի, այդտեղ անունը դրեց ավելի բարդացրած, ինչ որ back office եւ front office, այսինքն շուտ այլազգի բառերի օգտագործման փորձում է այն պարզ ճշմարտությունը թաքցնել, որ ինքը եւս մեկ անգամ ընտրությունների process-ը կեղծելու եւ կեղծ ընտրական գործընթացներ, կեղծ ժողովրդավարական գործընթացներ, ինչ որ ժողովրդավարական շղարշի տակ անցկացվող ինչ որ կեղծիկ իրականացնել, ընդհանրապես Հայաստանի ինքնիշխան տարածքները հանձնելու դիմաց։ Ինչու եմ ասում ընդհանրապես, որտեղ իր համար արժեք չէ Հայաստանից որևէ բան հանձնել եւ եթե կա այդ հնարավորություն, ինքը արդեն 3-րդ անգամ այդ հնարավորությունից օգտվելու է։